Բարի երեկո, սիրելի բարեկամներ։ Այսօրվա մեր զրույցը ամուսնական համատեղելիության մասին է։ Ամուսնական համատեղելիություն ասելով հասկանում ենք այն, որ տվյալ զույգը մեկ ամբողջություն է կազմում հոգեբանական, կազմախոսական, բնախոսական իմաստով եւ առանձին, թեև ամուսիններն ունեն իրենց անհատականությունը, իրենց անձնային հատկանիշները, բայց եւ միասին կարծեք թե լրացնում են միմյանց եւ հանդես են գալիս մի նոր որակով։ Նման դեպքերում մենք ասում ենք, որ գործ ունենք համատեղելի ամուսինների հետ։ Հակառակ պարագայում, երբ խոսքը անհամատեղելիության մասին է եւ իդեպ շատ ամուսնալուծություններ պայմանավորված են լինում հենց անհամատեղելիությամբ, մենք գործ ունենք այն երևույթի հետ, երբ հնարավոր է, որ երկու դրական անձինք շրջապատում բարի համբավ ունեցող երկու անձինք կարող են միմյանց հետ համատեղելի չլինել, միմյանց չլրացնել, մեկ ամբողջություն չկազմել եւ որպես այդպիսին ընտանեկան կյանքը անտանելի դարձնել ամեն մեկի համար առանձին եւ երկուսի համար միասին։ Ահա թե ինչու այսօր հարկ ենք համարում ավելի մանրամասնորեն կանգ առնել ամուսնական համատեղելիության խնդրի վրա, նշելով, որ սովորաբար երբ ասում են համատեղելիություն, ի նկատի են ունենում եւ հոգեբանական համատեղելիությունը եւ բնախոսականը։ Իհարկե, նման դեպքերում, երբ խոսքը ամուսնական համատեղելիության մասին է, մենք պարտավոր ենք նշել, որ բնախոսական համատեղելիությունը, որի տակ հաճախ հասկանում են սեռական ներդաշնակությունը, սեռական համատեղելի լինելը զույգի, միայն բնախոսական չէ։ Այսինքն, այստեղ եւս, ինչպես մարդու գործունեության բոլոր ոլորտները, այնպես էլ նրա ընտանեկան գործունեությունը, նրա սեռական փոխհարաբերությունները, ամենայն ինչ պայմանավորված է նաեւ հոգեբանական գործոններով։ Եվ որպես այդպիսին նույնիսկ սեռական համատեղելիություն, երբ ասում ենք, մենք ի նկատի ենք ունենում զուտ իմացաբանական տարանջատում այս երևույթի, այսինքն ավելի պարզ դարձնելու համար ուսումնասիրվող նյութը, միմյանցից առանձնացնում ենք այս երևույթները, իսկ իրականում դրանք հանդես են գալիս միացյալ ձևով, որպես մեկ ամբողջություն եւ առանձին մեկ մարդու մեջ դրանք տարանջատելը գործնականում անհնարին է լինում։ Ինչևէ, հենց այդ զուտ պայմանականորեն առանձնացնելով բնախոսական եւ հոգեբանական համատեղելիության հարցերը, այսօր մենք կխոսենք հոգեբանական համատեղելիության մասին։ Երբ խոսք է բացվում ընտանիքում հոգեբանական համատեղելիության մասին, ամենից ավելի հաճախ դրվող հարցերն այն, թե արդյոք նույնական որակներն են նպաստում, որպեսզի զույգը երջանիկ լինի, թե հակադիր որակները։ Եթե դիմելու լինենք գրական աղբյուրներին, կհանդիպենք բավական հակասական պատասխանների, այսինքն ոմանք գտնում են, որ պետք է նույնական լինեն որակները զույգի, որպեսզի միմյանց հետ համատեղելի լինեն, ներդաշնակ լինեն։ Մյուսները գտնում են, որ անպայման պետք է հակադիր որակներ ունենան, որպեսզի իրար լրացնեն եւ որպես այդպիսին իրար լրացնող մեկ ամբողջություն հանդես գան որպես երջանիկ ամուսիններ։ Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկու պնդումներն էլ ճշմարիտ չեն։ Այն իմաստով, որ ամեն մի առանձին դեպքում մենք պետք է պարզենք, թե ինչ բնավորության գծի մարդու հոգեբանական ինչպիսի հատկանիշի մասին ենք խոսում։ Այն իմաստով, որ գոյություն ունեն հոգեբանական որակներ, անձնային հատկանիշներ, բնավորության գծեր, որոնց նույնականությունն է, որ տանում է դեպի զույգի ներդաշնակությունը եւ դրա հետ մեկտեղ կան առանձին հատկանիշներ, որոնք պետք է հակադիր լինեն, տարբեր լինեն իրարից զույգի անդամների մոտ, որպեսզի նրանք կարողանան միմյանց լրացնել եւ դարձյալ հանդես գան որպես երջանիկ ամուսիններ։ Եթե դիմելու լինենք օրինակների, ամենից ավելի ցայտունը թերևս այն է, որ ամեն մարդ ունի ագրեսիվության, նվաճողականության որոշակի մակարդակ։ Դրանք հիվանդագին երևույթներ չեն, բնականon զարգացման ընթացքում մարդը ինչ-ինչ չափով կարծես թե ձերբազատվում է իր ագրեսիվությունից կամ բնական այս կենթանական ագրեսիվությունը փոխարինում է
ստեղծագործական կամ ասենք այլ ասպարեզի նվաճողականությամբ, բայց եւ բոլոր դեպքերում ընդունված է ասել, որ բոլոր մարդիկ ինչ որ չափով ունեն իրենց մեջ նվաճողականություն։ Այս ագրեսիվությունը ոմանց մոտ լինում է արդաուղված, սրանք այն մարդիկ են, որոնց եթե վիրավորում ենք, նրանք անմիջապես վիրավորանքը փոխադարձում են եւ հաճախ կրկնապատկված ձևով մեծ չափաբաժիններով, որպեսզի իրենք կարողանան հանգստանալ։ Եվ կան մարդիկ, որոնց մոտ ագրեսիվությունը ներուղված է։ Սրանք այն մարդիկ են, ում եթե վիրավորենք, բարձրապես տխրում են եւ գնում են տուն լաց են լինում կամ դարապում են անխոս, անձայն, ժողովուրդն ասում է ներս են գցում ամեն ինչ։ Սրանք աստորեն նույնպես ագրեսիվ են, բայց ագրեսիայի ուղղվածությունն է տարբեր։ Ոչ թե ուղղում են իրենցից դեպի դուրս, այլ դեպի ներս։ Իրենք իրենց են կարծեք թե ոչնչացնում։ Ներուղված ագրեսիայի բարձրագույն ձևը ինքնասպանությունն է, երբ մարդը աստորեն իր լինելիության դեմ է բարձրացնում ձեռքը։ Ուրեմն, ասենք նաև, որ միջին որակը հազվադեպ պատահող երևույթ է, երբ մարդը որոշ դեպքերում արտաուղված ագրեսիա է դրսևորում, մյուս դեպքերում ներուղված։ Եվ եթե ամուսնական զույգի մեկի մոտ ագրեսիվությունը արտաուղված է, մյուսի մոտ ներուղված է, բնական է, որ նա ում մոտ ներուղված է, հաճախակի ընդհարումների պատճառ չի հանդիսանա, հաճախակի վեճերի արեք չի տա, այլ ծագող փոքրիկ շարժարիթները վեճերի իր մեջ կարծեք թե կչեզոքացնի, բայց եւ ընդհանուր տպավորությունն այն կլինի, որ ընտանիքում մեկն իշխում է, մեկն անընդհատ ճճում գորգորում է, բռունցք է թափահարում, իսկ մյուսը կլանում իր վրա է վերցնում այդ բոլոր խոսքային կամ ասենք ֆիզիկական հարվածները։ Այս դեպքում մենք գործ ունենք այն երևույթի հետ, երբ տարբեր որակները, հակադիր որակները, մի դեպքում արդաուղված ագրեսիվությունը, մյուս դեպքում ներուղված, օգնում են, որպեսզի զույգը ներդաշնակ դառնա։ Մեկ այլ դեպքում պատկերացնենք, որ այս ագրեսիվությունը երկուսի մոտ էլ ամուսիններից արդաուղված է։ Այսպիսի ընտանիքը նկարագրելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Եթե երկուսի մոտ էլ արդաուղված ագրեսիա է հանդես գալիս, ապա նրանց հարևանները ավելի գեղեցիկ կնկարագրեն, թե ինչպիսի ամենօրյա տեսարանների են ականատես լինում։ Ուրեմն այս դեպքում մենք գործ ունենք այն երևույթի հետ, երբ նույնական որակները կարծեք թե բացասական արդյունք են տալիս։ Բայց եւ այնուամենայնիվ կան այսպիսի ընտանիքներ եւ մարդիկ շարունակում են միմյանց հետ ապրել։ Այսինքն համատեղելիությունը լրիվ բացառելով պարզապես իրենք չեն կարող այլ կերպ ապրել։ Եվ միգուցե սա ևս իր տեսակի մեջ մի նոր համատեղելիություն է։ Կա օրինակ այն մասին, որ խիստ արտաուղված ագրեսիա ունեցող եւ ամենօրյա վեճերի ու ընդհարումների տեղիք տվող մի ամուսնական զույգ ամուսնալուծվելուց 2-3 տարի հետո կրկին դիմում են ամուսնական ծառայություններին, որպեսզի իրենց համար ընտրեն հարմար թեկնածու։ Պատահականության բերումով ամուսինները դիմաց են լինում նույն ծառայությանը եւ կարող է տարօրինակ թվալ, բայց եւ այդ կենտրոնը դարձյալ ընտրում է երկուսին իրար որպես համատեղելի զույգ։ Այսինքն նրանց կյանքը կարծեք թե իմաստավորվում է այդ վեճերով ու կռիվներով եւ նրանք այլ կերպ չեն կարող եւ մի խաղաղ բնավորության դերանց ներուղված ագրեսիայով կամ ագրեսիայի չափազանց ցածր մակարդակով բարձրապես չէր կարողանա ապրել այդպիսի մի ընտանիքում։ Ինչևէ, այն թե ինչպես են այսպիսի մարդիկ այդպես ամեն օր վիճելով, ամեն շաբաթ վիճելով կարողանում տասնամյակներ միմյանց հետ ապրել, սա այլ խնդիր է, որին մենք կնվիրենք մեկ առանձին հաղորդում։ Շատ բարդ է այս խնդիրը, շատ իրենից ածանցվող այլ հարակից երևույթների հետ է առնչվում եւ բոլորը միասին ներկայացնելը բարդ խնդիր է ներկայանում ինձ։ Շարունակելով սկսված միտքը, ասացինք, որ կան որակներ, որոնք
հակադիր պետք է լինեն եւ կան որակներ, որոնք նույնական պետք է լինեն։ Այս որակներից, որոնք հաճախ փոխըմբռնման դժվարության են տանում, պետք է հիշենք հույզերի մնայունությունը։ Հույզեր բոլոր մարդիկ ունեն եւ կենդանիները նույնպես, բայց եւ մնայունության աստիճանը հույզերի տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Օրինակ, կան մարդիկ, որոնց կարելի է վիրավորել եւ 2 րոպե հետո նրանք կմոռանան վիրավորանքը, դարձյալ կսկսեն ծիծաղել, կատակել։ Այսպիսի մարդկանց մոտ հույզերի մնայունության մակարդակը ցածր է։ Լավ է սա, թե վատ, դա էլ խնդիր է, պարզապես ցածր է։ Եվ կան մարդիկ, որոնց եթե նույնիսկ պատահականորեն մեկը վիրավորի, շաբաթներով, ամիսներով նրանք չեն մոռանում, կորցնում են ախորժակը, փորձում են քնել, չեն կարողանում, անմիջապես սրտի ծակոցներ են ունենում, որովայնային մկանային կծկումներ։ Այսպիսի մարդկանց մոտ ասում են, որ հույզերի մնայունության մակարդակը բարձր է։ Ահա այսպիսի երկու անձինք, որոնցից մեկի մոտ հույզերի մնայունությունը ցածր է, մյուսի մոտ բարձր է, միմյանց հետ ավելի համատեղելի են, նույնիսկ առանց հոգեբանական ուսումնասիրությունների զուտ առօրյա բանականության, ողջամտության մակարդակով կարելի է այս մասին եզրակացություններ անել։ Եվ պատկերացնենք մի զույգ, որոնցից երկուսի մոտ էլ բարձր է հույզերի մնայունության մակարդակը։ Ինչ կստացվի այս դեպքում։ Բնական է, որ փոխադարձ կասկածները ամենօրյա երևույթ կլինեն նրանց համար, ամեն մի չնչին սայթակումը լեզվական, ամեն մի նուրբ ակնարկը, կամ ինչ-որ մի փոքրիկ մի անուշադրությամբ ասված մի փոքրիկ խոսք, մի փոքրիկ անուշադիր վերաբերմունքը մտորումների տեղիք է տալիս, մարդու հոգում փոթոթվում, հոլովվում է, ծարս է լինում եւ ձնագույթի նման մեծանալով ու մեծանալով ժամանակի ընթացքում տալիս է մի որակ, երբ մարդիկ արդեն երբեք ոչինչ չեն ասել իրար, փոքրիկ առօրյա ընդհարումներ են ունեցել, բայց եւ գտնում են, որ այլևս չեն կարող։ Իսկ եթե հարցնում եք, ինչու չենք կարող, ինչ է պատահել, սկսում են խորանալ, թե 3 տարի առաջ մի անգամ նա այսպիսի ինչ-որ մի դեպք թույլ տվեց, 4 տարի առաջ մի ուրիշ բան տեղի ունեցավ, եւ խոսում են այնպիսի մարուխների մասին, որոնք մեկ ուրիշը վաղուց մոռացած կլիներ։ Ուրեմն, հույզերի մնայունությունը, եթե ամուսիններից երկուսի մոտ էլ բարձր է, ապա խանդը, մշտական կասկածները, անընդհատ ինչ-որ բան պատճառներ որոնելու, ինչ-որ բան յուրովի պատճառաբանելու, իր, ասենք, ամուսինը կնոջ մոտ, կինը ամուսնու մոտ սխալներ գտնելու, այդ սխալները ինչ-որ կերպ մեկնաբանելու, ինչ-որ բաների վերագրելու, տևական, անընդհատ մի պրոցեսի հետ պետք է գործ ունենան։ Իսկ եթե երկուսի մոտ էլ հույզերի մնայունության մակարդակը ցածր է, այսինքն ինչ-որ բան անուշադրությամբ ստացվում է, մարդը միշտ չի կարող հոգատար լինել, մարդը նույնիսկ տխուր բան կլիներ, եթե մարդը մշտապես նույն ձևով հանդես գար, ինչպես մեքենան, արդեն կդադարեր իր անհատականությունը կկորցներ, կդադարեր անձ լինելուց։ Եվ ահա այսպիսի զույգը, որը հույզերի մնայունության ցածր մակարդակ ունի, կարևորություն չի տալիս փոքրիկ մանր խնդիրներին եւ փոքրիկ վիրավորանքներից հետո շաբաթներով քեն ողջ չի պահում, հիշաչարությամբ չի խոցում իր ամուսնուն, բնական է, որ ավելի մեծ հնարավորություններ ունի փոխանմռման հասնելու, քան քիչ առաջ նկարագրված զույգը։ Ինչևէ, հոգեբանական համատեղելիություն ասելով, մենք ասվածը եթե ամփոփելու լինենք, պետք է հասկանանք այն, որ միանշանակ ձևով չենք կարող ասել, թե արդյոք պետք է մարդիկ իրար նման լինեն, որպեսզի երջանիկ լինեն, թե պետք է իրարից տարբեր լինեն, որպեսզի երջանիկ լինեն։ Ամեն մի առանձին հոգեբանական որակի դեպքում մենք պետք է պարզենք, թե տվյալ որակը, տվյալ բնավորության գիծը, տվյալ խառնվածքային առանձնահատկությունը ինչ ձևով է հանդես գալիս ամուսիններից մեկի եւ ապա մյուսի մոտ, եւ այդ դեպքում միայն կարող ենք ասել, թե որքանով են նրանք միմյանց հետ հոգեբանորեն համատեղելի։ Բարեկամներ, ժամանակը շաբազանց արագ է սրանում եւ ես պետք է բարի գիշեր մաղթեմ ձեզ։ Շնորհակալություն ուշադրության